Ելի դու եղջի երա։ Իր ասեցի չերև ռապիդապ շաուրմի տեղը, որը գտնում է բրանդի օրանժի մեջ տեղը, ոչ մեկին մի ասարա։ Ու Տրամպը կիմանա 200% թանկստելու աղջի։ Նինը կարող չի ասկրեմ ես հայրեն, դոտ շուտինգ աղջի։ Թող ռադեղ երա, հազիվ գլենդալու մի նորմալ տեղ կան շաուրմա ուտելու, պետք է համահանել չերա։ Դրա ասում եմ ստուց։ Մի քիչ քվիկլի ախպերս, քվիկլի մի քիչ, քվիկլի։ Ասում քվիկլի չի։ Ախպերս գուդա տուր։ Դուլս տեղես արակի, հլս թիլ հիերարա, արա գոու աուտասիարա, որը հորս սարավես, ոչ անգեն հասկանը, ոչ հայերին հասկանը, արա կիմանան ախպերարա, թրան կրա։ Մայիսի 18-ին 7:30 Grand Stage-ում խաղամ Jazz and Stand-up մեկպիսի նոր մի աշխատանք ենք արել ես, գիտարար Կարո Սարաֆյանը, շեփորար Արմեն Բաբասյանը դարքից երեկո ենք կազմակերպել Jazz Stand-up-ի հետ միքսել ենք այնպես ինչպես Արփենիկ Հակոբյանի հետ ժամանակին երևի թե հանդիսատեսը հիշում է դա իսկ հիմա բարև ձեզ մի քիչ խոսենք իրար հետ Հայաստանի ստագնապալի լուրեր կա որ միտինգները վերսկսվել են դե եղանակները տաքացել է եւ մեր հայրենակիցներին Ղարաբաղցիներին էլի օգտագործում են, այս անգամ էլի օգտագործում է մեր խորհրդային ընդդիմությունը, լեզու չի ֆռնում ասեմ ընդդիմություն, բայց դեք մի ասում այդ այմը գները, մայրիկ ջան։ Դեք ես գիտեմ, որ այդ բողոքը սկսվեց նրանից, որ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ այլևս նպաստ չի տալու մեր հայրենակիցներին, բռնի տեղահանված ղարաբաղցիներին եւ դա բնականաբար բողոք առաջացրեց ու շատերը ասում են, որ դա մեզ բողոքը պետք չի, որ նրանք վիրավորված են, նեղացած են, որ իշխանությունը ընդհանրապես դու գիտեք, չէ՞ դες վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Ղարաբաղի հարցը փագա բան, ոմշի մոռացեք հերիքա բան, ամենական մի բան ասում, որ մարդիկ հելում են պատերին, էլի ասենք ջղայնությունից, որ ասում են բանը լեզուն մարդու թշնամին է, այդ դա իհարկե այդ մեր իշխանավորների եւ մանավանդ վարչապետի թշնամինը հաստատ, ու բարձրացնում մեր թշնամին էլ է, էլի տենց է ստացվում։ Գիտեք, ես ուզում եմ մի բան հիշեցնեմ մեր հայրենակիցներին, ղարաբաղցիներին։ Հիշում եք, չէ՞ որ զանգում էինք ժամանակին, երբ որ մեր երեխեքը ծառայում էին Ղարաբաղում, զանգում էինք ռոմինգը միանում էր, ասում դուք միացել եք Ղարաբաղ տելեկոմին, ինչ որ տես մի բան են ասում։ Եվ այդ սակագինը երևի թե 2-3 անգամ ավելի թանկ էր, քան թե մեր Հայաստանում գործող օպերատորների սակագները։ Եվ ամեն ընտանիքից, ով որ Ղարաբաղում ուներ զինվոր, երևի թե այդ Ղարաբաղ տելեկոմը տարավ մոտարապես 1.5 միլիոն դրամ, ասենք տենց եմ հաշվել, որովհետև բավականին թանկ էր, հա, ամիսը մի 50,000-ի ոնց է չլինի, ասենք մարդիկ խոսում էին, 30,000 լինի, հենց այն ժամանակ այդ հարցը բարձրացել եմ, որ դա ինչ է, ասենք, չէր կարա մեր օպերատորներից, Գորիսում աշխատում Ղարաբաղում չի կարա, աշխատի նույն, ասենք, Վիվար կամ բանը, Տելսելը, Արմենտել այն ժամանակ։ Բայց չէ, պետք է ստեղծել անպայման այդ մի հատ տենց ինչ-որ մի թալանի էլի մի հատ տենց օղակ,
մի ասենք անցք, սև անցք, որտեղ որ տենց մարդիկ տալիս են իրանց փողերը։ Եվ այդպես էլ չհասկացանք, ումն էր այդ կապը, ասում ա, кто этот потерпевший, откуда я его знаю։ Դենց էլ չհասկացանք։ Մի հատ հետաքննող լրագրող, մի հատ, չգիտեմ, բել պաշտոնյա չասեմ, ինչու մեկը չգտնվեց, թեկուզ հիմա, որ արդեն չկա այդ կապը, մի հատ հասկանա, լավ այդ փողերը ուր գնաց։ Հիմա այդ մարդիկ փողի կարիք ունեն, չէ՞, ասում են, ուզում ենք գոնե այդ մի քանի կոպեկը ինչ եք կտրում, տեսնենք մինչև ոտի կանգնենք, ես հասկանում եմ էլի այդ ամեն ինչը։ Ու տենց մոռացվեց գնաց։ Գիտեք բանը, այդ բանն էր, գույք պարկի դիմաց էլի տենց, հա դե եղավ գնացը մի դե ինչ ես հիմա էլի հին ու նոր ես անում էլի։ Վեր ես անում հին վերքերը, բան, առաջ նայեք, առաջ, ապագա կա, ապագային նայեք։ Էդա տենց։ Հետո սիրելիներս, սիրելի իմ հայրենակիցներ, ղարաբաղցիներ, կա ի վերջո Արցախ բանկ, որը որ միլիոններով հիպոթեկի փող վերցրեց ձեզանից, որպեսզի դուք Ղարաբաղում տուն առնեք, չգիտեմ, հաստատ ուրիշ կարիքների համարել, բան արեց եւ այդ ամեն ինչը մեր իսկ բոլորի խելքով, խելքի պատճառով, նու իհարկե հիմա չխորանանք ով ավելի շատ մեղավոր, հետո կխորանանք, կորավ, բայց մինչև մեծ Արցախ բանկը կա, մինչև հիմա, ասենք, եթե չեմ սխալվում, այդ բանկերից, այդ բանկի մեկը, Կիևյանի վրա է, ասենք, հավաքվել ազատության հրապարակում կամ որևէ այլ հրապարակում գորգորալու տեղը, ավելի լավ չի գնանք ընդեղ, ասենք, ժողովուրդ ջան, մենք սենց պրոբլեմի մեջ ենք, մեր փողերը ինչ եղավ, ես էլ չեմ ասում, որ եթե իշխանությունը ուզենար այդ պրոբլեմը հարթեր, գոնե որ մարդիկ իրենց խապված չզգային, էլի, գոնե որ մարդիկ հասկանային, որ իշխանությունը մտահոգ է, ուզում մի բան անի, մի երկու հատ ոչ ու փուչ եղած դեպուտատ կարող էր վեր կենար, վերջո, եւ արդեն չեմ էլ ասում, դիմությունից է կարևոր չի, հա, վեր կենային մի խումբ ստեղծեին, մի բան անեն, նույնը Ղարաբաղցիներից ով որ տուժել է, բան գնային այդ բանկը խոսեին, ասեին, բան չգիտեմ, կռվեին, տային, ջարդեին, ես ինչ իմա, մի բան անեին, հետո որ ասել, սենց այսպես գործընթաց ենք սկսել, այսպես բան ենք անում, հա։ Եվ այդ դեպքում ժողովուրդը չի խփնվի, էլի, ժողովուրդը չի կատաղի, էլի ուզենա սաղից խեղդել։ Որովհետև այս պարակտումը որ կա, գիտեք, հենց այդ Ղարաբաղցի հայաստանցի պարակտումն է եղել, որ մենք այսօրին հասանք։ Այդ պարակտումը հələ այն ժամանակ Քոչարյանը որ գցեց, ասես որ Ղարաբաղցին դա մի հատուկ տես, մի հատ տեսակ է հայի, հատուկ են իրանք, իրանք 100-ը կապուտա, մերը սև է, կամ հակառակը չգիտեմ, հա։ Այդտեղից սկսեց եւ հիմա շարունակվում է դա, այդ պարակտումը սկսում։ Հիմա այդ պարակտումը արդեն եկել է Հայաստան եւ այդ սեգմենտը Ղարաբաղցիների էլի օգտագործում են։ Լավ, ձեր մեջ, եթե մեր մեջ չկա տենց մարդ, ասենք, որը որ տենց կազմակերպի ձեզ ավելի ձեր էներգիան, որը որ իրականում շատ բանից է գալի, հա, արդար բողոքից է ծնվում այդ էներգիան, օգտագործվի ավելի նպատակահարմար, ավելի ճիշտ։ Այդ բողոքը օգտագործվի հասցեատիրոջը, ոչ թե Հավայի տեղը, ասենք, հիմա ինչ-որ սենց բան։ Հավայի տեղը բան անել, ասենք, պահանջել, բան, ինչ եք պահանջում, չեմ կարում հասկանամ, ասենք, ինչ եք պահանջում, էլի։ Օրենքով դուք պիտի պահանջեք ուշադրություն ձեր նկատմամբ, ուշադրություն եւ հարգանք։ Իսկ ուշադրությունը եւ հարգանքը կլինի այն դեպքում, երբ որ զգում ես, որ մարդը կոնկրետ նպատակ ունի, ոչ թե ուղղակի Հայաստանում բազար ստեղծելու համար,
այդ էներգիան ծախսի։ Ուղղակի հավայի բազար ստեղծելու համար, որ վատ լինի, որ անկանոն կյանք լինի, որ ման լինի, ասենք, իշխանություն ունեք դու Ղարաբաղյան մոռացա, դուք իշխանություն ունեք, թե չէ ինչ որ տես մի հատ Հայաստանում։ Բախի չեք ասում ձեզ իշխանություն, լսել մեծ գնանք մի հատ Արցախ բանկ տենանք կլա։ Դուր եղավ մեր փողերը ու գնա։ Կամ այդ իշխանությունը չգիտի այդ ռոմինգը ոնց էր միանում, որ մեր փողերը գնում էր սա։ Բա հարցրեք։ Եթե ուժ Հայաստանի Հանրապետությունում երկու հատ իշխանություն կա, որը ոչ շատ խնդալու է էլի իրականում։ Ոնց կար Հայաստանի Հանրապետությունում երկու այդ որտե եք տեսել այդպես, երկու իշխանություն լինի, հա։ Բայց եթե կա ընտրված դեպուտատներ կան, կարող է այդ հարցով զբաղվեք։ Երկրորդ հարցը, որ կուզեի շոշափել այսօր, դա Էնի մի ցավոտ հարց է, որի մասին խոսել եմ։ Տիկին Մարգարիտա Սիմոնյանը խոսել է դրա մասին, որ եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանան, ապա Ռուսաստանը կտխրի, Հայաստանը կոչնչանա։ Ու ոնց է ոչնչանալու, կարելի է ենթադրել, որ իր փոքր աղբերներին քսի ատալու, որ մեզ ոչնչացնեն։ Դա նորմալ է, ասենք կայսրությունն է, տենց է պիտի անի, որպեսզի պահի մեզ վախի մեջ, ստրեսի մեջ եւ այլն, վախացնի, մի այդ վախներ իրականում օբյեկտիվ ինչ որ բաներ ունին, էս չի, էլի որ օդից է, չի ասում Ֆինլանդիան կհարձակվի Հայաստանի վրա, չէ, մեր ոխերի բարեկամները, հարևանները, Կրեմլի օգնությամբ կամ թողտվությամբ։ Բայց գիտեք ինչն է ինձ զարմացնում, որ մինչև հիմա այդ ալիքները Հայաստանում աշխատում են։ Գիտեք, պետք չի իրանց քրֆել, հիմա ասենք, որ լսում եմ, ինչ կպուր ասես, ասեն, Սիմոնյանը էս ասեց, Պետրոսյանը են արեց, Սիմինչյանի, Զահրոմանյանը են ասեց, լսեք, իրանց գործն է անում են։ Այդ հեշտենգա մարդը մեռնում է, ու ինքը տուն, տեղ, գործ, բան, ամեն ինչ թողած, էլի աշխատում է Կրեմլի համար, աշխատում է, ասում է, որ Հայաստանը, ինձ ինտերվյուներ ա տալ, պատկերացնում եք ինչ դժբախտություն է, էլի, ասենք, մարդը տենց, ենքան, ասենք, նվիրված է այդ գործին և ենքան իրան պետք է այդ գործը, որ ինքը տան է այդպիսի դժբախտություն, բայց ինքը դուս է եկե ու տես բաներ է ասում, իմ ասենք իրանքը չի եք քրվում, մեր ռադիոպետ ես իմ ինձ զարրումար կոմիտեին քրվեք, այդ իրան գործն է, ու մարդը պրոֆեսիոնալ անում է իրան, բա իրանց քրվեք, ասենք խիչ եք փագում այդ ալիքները, ներվայնանում ենք խիչ եք փագում, փագեք արա, ինչքան կարելի է նույն բանը ասել, ի վերջո կա երկկողմանի պայմանագիր, և այդ պայմանագրի մեջ գրված է, որ եթե մենք ստեղ ալիք ենք բացում, Հայաստանում եթե ալիք ես բացում, ապա նույնությամբ է կարող իրավունք ունենք բացենք Ռուսաստանում, ասենք գիտեք ինչ, այսօրվանից մի հատ կանալ ենք բացել, Սերգեյ Դանդելյանն էլ պետք է բան անի, վարողը լինի, Տենց մենք Ռուսաստանի մասին տենց բաներ ենք ասելու, տենց էքսկուրսներ ենք անելու պատմական, խոսելու ենք առաջին հանրապետության մասին, խոսելու ենք Ռուսաստանի ներկայության մասին Հայաստանում, մեր եղբայրության մասին, Ուկրաինայի մասին ենք խոսելու, որտեղ մենք մեր կարծիքը ունենք։ Ասենք թեկուս են նույնն են Պետրոսի ծրագիրը, որ այս վերջերը մի հատ ռուս չինովնիկ էր եկել, կողեց քաքը հանեց, կողեց հանեց, հա։ Այդ հաղորդումը ոչ թե YouTube-ով նայել Ռուսաստանում, այլ ասենք բաների, որովե մետրային ալիքներով։ Լավ ռուսերեն թարգմանվեր, սիրուն, ասենք դա է։ Արեք, չեն համաձայնվի, չէ, բնականաբար չեն համաձայնվի։ Ավտորիտար անասուն երկիրախի պետք է համաձայնվի, որ ընդեղ ասենք տենց որովե հայկական ծրագիր լինի։ Պարզ է։ Այդ չհամաձայնվենք, փագեք։ Ասեք չէ մենք շատ ենք ուզում, շատ ենք սիրում ձեր հաղորդում ու սպասում ենք, երբ պիտի, ասենք, ձեր պրոպագանդիստները խոսեն մենք սպասում ենք, բայց այ քանի որ պայմանագիրը դուք խախտում եք, չեք կարող ձեր մոտ բացենք, մենք պիտի փագենք սա։ Այ երբ որ կկարողանաք բացենք, որովհետև իրանք էլ կասեն դա հնարավոր չի։ Ակասա երբ որ հնարավոր կլինի, այն ժամանակ էլ մենք կբացենք։
Քիչ եք անում այդ։ Իսկ ոչ մեկից չպատասխանեց այդ հարցին նենց էլ։ Այդ հարցին ոչ ոք չպատասխանեց։ Ոչ ոք։ Ոչ իշխանավոր, ոչ միջխանավոր, ոչ մեկ։ Ասա, այդ չեն կարող, էլի հասկանում ես, չեն։ Ռուսաստանը գիտես ինչ։ Ու այդ ուրեմն քակել օդեկաբեի գլխին կարելի, հա, ու դուրս չգալ։ Հա։ Բայց ալիք փագել չի կարելի։ Ես չի կարելի։ Օդեկաբեի ղեկավարին դատի տալ կարելի է, հա, պոստի վրա կանչել հետ, որ ստեղ դատել բան, հիշում եք այդ կարելի է։ Հիշում եք, չէ՞։ Ազգանն մոռացեմ, գեներալն եք ասած։ Իսկ ալիք փագել, չէ, չեն կարող։ Իմ ուղեղը որոշ բաներ չի մտնում, սիրելի հետևորդներ։ Գերեք էլի, գերեք։ Մեծ մարդ եմ, կարող է ինչ-որ բաներ չեմ հասկանում։ Ասեք իմանանք։ Ինչի է այդպես, այս աշխարհը ինչի այդքան ծուռ։ Լավ, տոմսերը տիկետ-միկետում վաճառվում են, դեռ մի ամիս կա, ճիշտ է, բայց մի անգամից թռնելու է, տեսեք հետո չասեք, օй բրծավ տոմսերը, ջազն ստենդափ, Հայաստան գալուց առաջ, որտեղ հետո Հայաստան եմ հաղալու, բայց հետի չեմ հաղալու, տղեկին չեմ կարող անեմ Հայաստան էլ ինստեղից։ Գալու եմ Հայաստան ուրիշ պրոյեկտներ կա, ընդեղ կխոսենք նրա մասին, իսկ այստեղ մայիսի 18-ին համեցեք ջազ եւ ստենդափ միքսված այսպիսի մի ներկայացում ենք պատրաստել, շատ լավ փորձեր արդեն սկսել։ Հա, ուր կնոպ,